Հայ ձմեռ պապ բարեգործական հիմնադրամի ներկայացրած կարիքավոր ընտանիքներում չքավորության, տնանկության, թերսրման կողքին միշտ առկա են առողջական խնդիրներ։ Հիվանդությունը գալիս ու գտնում է այդ ընտանիքների անդամներին։ Հայ ձմեռ պապը ներկայացրել էր Վանաձորում բնակվող Լորյանների ընտանիքի պատմությունը։ Նրանց 4 երեխաներն էլ տառապում էին տարատեսակ հիվանդություններով։ 2008 թվականին ամերիկահայ հայտնի բարերար Ջեք Մազմանյանը ստանձնեց երեխաների բուժման գործը։ Նրանք հետազոտվեցին, որից հետո վիրահատվելով ու բուժվելով ազատվեցին իրենց անհանգստացնող քրոնիկական հիվանդությունների մի երկար շարանից։ Ջեք Մազմանյանի բարեգործությունը չսահմանափակվեց սոսկ տրանսպորտային, սննդի եւ վիրահատական ծախսերը հոգալով։ Նա միջոցներ տրամադրեց նաեւ Վանաձորի այս ընտանիքի ջրամատակարարման ու ջեռուցման խնդիրները լուծելու համար։ Հայ ձմեռ պապի հին բարեկամ Նելի եւ Արմեն Մինասյաններն էլ այս անգամ այցելեցին Մեծամորում բնակվող Ասատրյանների ընտանիքին։ Նրանց որդին Նարեկը Ասատրյանների երեխաներին բերել էր համակարգչային խաղ։ Ասատրյաններին այցելել են նաև Հայ ձմեռ պապի մշտական օգնականներն ու հովանավորները, ազգային ժողովի падգամավոր Անահիտ Բախշյանն ու Գայանե Միրիբյանը։ Տիկին Բախշյանը Հոլանդիայում ապրող իր բարեկամների խնդրանքով վճարեց Ասատրյանների բնակարանի վարձը։ Այսպիսի ներդրումները եւս շնորհակալ ու գնահատելի օգնություն են։ Հայ ձմեռ պապը նվիրատուններ ունի, ովքեր հոգացել են օրինակ Գեղարդում բնակվող Կարապետյանների էլեկտրոէներգիայի վարձը մուծելու, որոշ ընտանիքների սննդով, դեղերով, հիգիենայի եւ այլ անհրաժեշտ պարագաներով ապահովելու խնդիրները։ Աբովյան քաղաքի հանրակացարաններից մեկի նկուղում ապրող Անահիտի եւ փոքրիկ Սիրանույշի կյանքը Հայ ձմեռ պապ 2008-ի ամենատխուր պատմություններից էր։ Հավաբնից էլ փոքր նկուղում էլեկտրալարերի վտանգավոր հարևանությամբ ապրելը բավական չէր, Արնետն էլ կծել էր երեխայի մատը։ Շատերն արձագանքեցին այս պատմությանը։ Անահիտն ու Սիրանույշը բազմաթիվ հյուրեր ունեցան։ Բարերարները Սիրանույշին հիանալի խաղալիքներ, հագուստ ու գրենական պիտույքներ նվիրեցին, պարբերաբար հոգացին նրանց սննդի մասին։ Աղջկան այցելեց նաև Մինասյանների ընտանիքը։ Շատ մարդիկ են եկել, ես շատ շնորհակալ եմ։ Ամեն ինչով էլ օգնել են, ես իրանից շատ շնորհակալ եմ, թե փողով, թե գումարով, թե ամեն ինչով։ Շատ գոհ եմ։ Ամեն ինչ էլ բերել եմ։ Մթերքել, հագուստել, ամեն ինչ էլ։ Մինասյանների դուստրը Ալեն Սիրանույշին նվիրեց իր կախարդական փայտիկը, որը պիտի կատարեր փոքրիկ աղջկա ցանկությունները։ Առաջին ցանկությունն արդեն կատարվել է, Սիրանույշն ու Անահիտը տեղափոխվել են հարևան հանրակացարանի այս սենյակը, որը տրամադրվել է համատիրության կողմից, իսկ երկրորդը սենյակի նորոգման խնդրանքը գուցե կատարվի, եթե Աբովյանի քաղաքապետը պատասխանի Հայ ձմեռ պապի նամակին։ Այս տարի եւս մեր ուղերձին արձագանքել են կանանց միջազգային ակումբի Երևանյան գրասենյակի անդամները, Մարիոտ Արմենիա հյուրանոցում կազմակերպելով աշխատանքային հանդիպում, Հայ ձմեռ պապ 2008 ֆիլմի դիտում եւ քննարկում։ Տիկնայք հիմնադրամին փոխանցեցին ամանորյա բարեգործական տոնավաճառում իրենց ձեռքի աշխատանքների վաճառքից գոյացած 4000 ամերիկյան դոլարը։ That sometimes the people with the least material, the poorest homes, the no jobs, no money, are the people who really are the richest. They are rich in their faith, they are rich in spirit, they are rich in giving what little they have to others. Երևանի պետական համալսարանի մաթեմատիկայի հոգեբանության պատմության ֆակուլտետների ուսանողների հետ հանդիպումները առիթ դարձան, որ երիտասարդները գնան շահառու ընտանիքների մոտ եւ բարեկամություն անեն նրանց հետ։ Պետական համալսարանի պատմության ֆակուլտետի ուսանողներն այցելեցին Շիրակամուտ Պապոյանների ընտանիքին, բայց նրանք նվերներ ունեին ոչ միայն Կարլենի ու Սիրանույշի, այլև Շիրակամուտի բոլոր աշակերտների համար։ Ուսանողները քարտեզներ եւ շուրջ 1000 կտոր գիրք նվիրեցին դպրոցին։ Հայ ձմեռ պապը դիմում է բոլոր այն կազմակերպություններին, պետական ու հասարակական մարմիններին, որոնք նախանձախնդիր են մեր հայրենակիցների ծանր կյանքը փոխելու, նրանց համար ուսման, աշխատանքի, արժանապատիվ վաստակի հնարավորություններ ապահովելու հարցում։ Վստահ ենք, որ մեր ուժերը մեկտեղելով կկարողանանք արդյունքի հասնել։ Այդպիսի օրինակներ մենք շատ ունենք։